Ողջույն սիրելիներս, ուրեմն ես 2 ժամ փորձում եմ միանամ ձեզ, նոր տեսանյութ սկսեմ, նոր վլոգ բացեմ, չի ստացվում։ Անդադ հեռախոսազանգեր է գալիս, անդադ հենց հեռախոսազանգը գալիս է, անցնում եմ իմ գործերին, համ զրուցում եմ, համ իմ գործն եմ անում։ Թարմ տերև էի գնել, բերեցի, լվացի, եռացրի, ջրքամեցի եւ այլն, պատրաստում եմ կեղծ տոլմա։ Մարդկա ասում է սուտ տոլմա, սուտի տոլմա, չգիտեմ ինչ, ես ասում եմ կեղծ տոլմա։ Հիմա պատրաստում եմ փաթաթ եմ, խճողակը սովորական ինչպես դուք եք անում, սոխարածով, առատ յուղով, կանաչեղեն, սամիտ, ծիտրոն, ռեհան չորացրած, համեմ, մի խոսքով, մի քիչ կծու պղպեղ եւ աղացած կարմիր պղպեղ, եփած կարմիր պղպեղ, ոչ թե փոշի, այլ մյուսը, աղացած եփած պղպեղը, քանի որ մենք տոմատ չենք ուտում։ Ահա, հիմա արդեն սկսում եմ փաթաթել, ասեմ, որ տերևները շատ լավն էին, շատ այնքան լավ դալար սիրուն տերևիկներ են, փափուկ, շատ լավն են։ Եթե կավելանա, կդնեմ սառցախցիկ։ Ահա, այսպես անուշիկներս, հիմա ես անցնեմ, սկսեմ արագ փաթաթել, արդեն ժամը 4-ն է, որ հասցնենք ժամը 6-ին ընտրենք։ Սիրում եմ բոլորիդ, ասում եմ առայժմ ջան, մի հատ տեսեք, ինչ հրաշք եմ բերել, անկեղծ բազմոցին նստած շունչս կտրվում էր այս տեսարանից, հեռախոսը չի փոխանցում, չգիտեմ ինչի, իմ մոտից շատ ավելի մեծ է երևում Արարատը, բայց երբ նկարում եմ փոքր է երևում։ Սա զորություն է, սա հզորություն է, սա անմահություն է, անկրկնելի, այ Աստված ջան, սկիզբն է, ամեն ինչի սկիզբը, ամփոփված է հենց այս լեռան մեջ, հենց այս լեռան շուրջ, այ ասեք, որ փառահեղ է, այսպես, ձեզ լավ ու գեղեցիկ օր։ Ժողովուրդ ջան, դալմա եմ եկել, մի հատ տեսեք ինչքան գեղեցիկ եմ դա սարքել, այս հետիոտնի ճանապարհը, ինչքան գեղեցիկ է, ասեք, երկու կողմից, այս հետաքրքիր դեկորատիվ ծառիկները, ինչ լավն են, հələ տեսեք, վարդերը էլ չխոսամ, ահա, ես գնացի մազերս կտրեցի, հիմա կթեքեմ իմ կողմ, մի հատ էլ ինձ կտեսնեք, ես էլ դալման, այսպես, ահա, մի հատ էլ գնահատեք մազերս, լավա չէ, կարևորը թեթևաց է ժողովուրդ ջան, իմ 23 տարվա վարսահարդարն է, 23 տարի մազերս իր մոտ եմ կտրում, հարդարում, մի խոսքով, այսպես, հետո էլ մոտ էր, տեղը ասեցինք լավ, գնանք դալմա, տեսնեմ ինչ կա, չկա, հետաքրքիր մի բան լինի, անպայման ձեզ հետ կկիսվեմ, առայժմ։ Крутится все быстрей, стали звезды на возрасте, лица волсы скорее, не стоит грустить день рождения, собираются все друзья, чем больше друзей вокруг, тем моложе сердце стук. С днем рождения! Ժողովուրդ ջան, մի հատ էս գեղեցկությունը նայեք, հələ մի հատ նայեք էս գեղեցկությունը, վայ մամա ջան, հեն որ ասում է շունչս կտրվում է գեղեցկությունից, չգիտեմ, մենակ ինձ մոտ է այդպես լինում, ես որ մի բան գեղեցիկ տեսնում եմ կամ ինձ հոգեհարազատ, ինձ մոտ սկսվում է շունչս կտրվել, ես կարծում եմ, որ դա ինձ մոտ մանկուց է,
Իմ Էրիկն էլ ինձ է նման շատ բնավորությամբ, ինքն էլ է շատ հուզական։ Ասեք, որ գեղեցիկ է, Դալմայում ոչ մի բան չկար, մտան գրին մարկետ, որպեսի նկարեմ, ուզում էի նկարեի, մի հատ աղջիկ մոտեցավ, խնդրում եմ տիկին ջան, չի թույլատրվում։ Ոյ, ասի լավ, դուք աշխատում եք, ես էլ եմ ախր ուզում աշխատեմ, ասում է հասկանում ենք, բայց չի թույլատրվում։ Մի խոսքով, Հայաստանը դեռ չի եկել այդ մակարդակի, որպեսզի թույլ տա բլոգերներին վլոգ նկարել։ Ողջույն սիրելիներս, ողջույն, ինչպես եք, էլի ուշացնում եմ, որովհետև քննական շրջան է, մի խոսքով Էրիկի դասերով ենք ընկած քննություններով, սիրելիներս, վայ կներեք, շտատիվս շարժվեց, պատվեր ունեմ, Վահանը կացա է պատվիրել, բացենք տեսնենք, թե ինչ որակի, ինչ կացա է, Polaris բրենդայի ինչ-որ բան է, անունն եմ ասում, բրենդ չի, անունն եմ ասում, որտեղինն է չգիտեմ, պատվիրել է Վահանը, սա կափարիչն է, ես չունեի, արդեն իմ կացաները ամբողջը չացել էին, է դեղերս, գլյուկոֆաժս, ինսուլինի, ես եմ ցանկացել, որպեսզի լինի կափարիչը այս անցքերով, քամիչով, տեսեք, այս կողմը մանր քամիչն է, անցքերով, այս կողմը մեծ անցքերով քամիչն է, մի շատ կարևոր բան ենք պատվիրել, դա էլ կասեմ, սա էլ կացան, հիմա անեմ, Վահանը այսպես ուզեց, այսքան միասին ենք ուզել, մենակ Վահանը չի, որ ինքն է պատվիրել, դրա համար եմ անդադ ասում, ինչի, որովհետև տեֆալները, մնացած բոլոր այդ, որոնք պատված են հատուկ նյութով, դրանք արագ փչանում են, այդ նյութը շատ արագ թափվում է, դրա համար որոշեցինք այսպիսի, սա 5 լիտր է, մեր ընտանիքի համար, մեր փոքրիկ ընտանիքի համար շատ լավ չափ է սիրելիներս, չենք տանրապի, չենք տանջվի, մեծով եփում եմ, չենք ուտում, մնում է ապրանքը, մարդ չգիտի ինչ անի, մի խոսքով, սա էլ էսպես, տեսակ, վերջ, այսպիսի, սա էլ ներսը, այսպես, և պատվիրել ենք, մանղալ, խորովածի մանղալ ենք պատվիրել, դեռ չենք բացել, բացելուց անպայման ձեզ հետ կկիսվեմ, անպայման ձեզ ցույց կտամ, սիրելիներս, մեր պատշգամբի համար, առանց ծխատարի, պարզապես փոքրիկ մանղալ է, մի հատ պահեմ ինձ վրա, ողջույն սիրելիներս, ողջույն, ինչպես եք, էլի ուշացնում եմ, որովհետև քննական շրջան է, մի խոսքով Էրիկի դասերով ենք ընկած քննություններով, սիրելիներս, վայ կներեք, շտատիվս շարժվեց, պատվեր ունեմ, Վահանը կացա է պատվիրել, բացենք տեսնենք, թե ինչ որակի, ինչ կացա է, Polaris բրենդայի ինչ-որ բան է, անունն եմ ասում, բրենդ չի, անունն եմ ասում, որտեղինն է չգիտեմ, պատվիրել է Վահանը, սա կափարիչն է, ես չունեի, արդեն իմ կացաները ամբողջը չացել էին, դեղերս, գլյուկոֆաժս, ինսուլինի, ես եմ ցանկացել, որպեսզի լինի կափարիչը այս անցքերով, քամիչով, տեսեք, այս կողմը մանր քամիչն է, անցքերով, այս կողմը մեծ անցքերով քամիչն է, մի շատ կարևոր բան ենք պատվիրել,
Դա էլ կասեմ, ահա, սա էլ կացին, հիմա անեմ, Վահանը այսպես ուզեց, այսքան միասին ենք ուզել, մենակ Վահանը չի, որ ինքն է պատվիրել, դրա համար եմ անդադ ասում, ինչի, որովհետև տեֆալները, մնացած բոլոր այդ, որոնք պատված են հատուկ նյութով, դրանք արագ փչանում են, այդ նյութը շատ արագ թափվում է, դրա համար որոշեցինք այսպիսի, սա 5 լիտր է, մեր ընտանիքի համար, մեր փոքրիկ ընտանիքի համար շատ լավ չափ է սիրելիներս, չենք տանրապի, չենք տանջվի, մեծով եփում եմ, չենք ուտում, մնում է ապրանքը, մարդ չգիտի ինչ անի, մի խոսքով, սա էլ էսպես, ահա, տեսակ, Ներջ, այսպիսի, սա էլ ներսը, այսպես, և պատվիրել ենք, մանղալ, խորովածի մանղալ ենք պատվիրել, դեռ չենք բացել, բացելուց անպայման ձեզ հետ կկիսվեմ, անպայման ձեզ ցույց կտամ, սիրելիներս, մեր պատշգամբի համար, առանց ծխատարի, պարզապես փոքրիկ մանղալ է, մի հատ պահեմ ինձ վրա, ժողովուրդ ջան, բարի օր, ուրեմն այստեղ ունենք խոզի թիակ, Վահանը նոր բերեց, վաղը փորձարկում ենք մեր մանղալը, անպայման կնկարեմ ձեզ համար, մի քիչ հետո սա բան կանեմ, մի հատ կմարինացնեմ անպայման, կհամեմեմ, ափսոս մածուն չունեմ, բայց դուրս եմ գալու, մածուն էլ կբերեմ, կավելացնեմ հետո, որովհետև շատ փափուկ է ստացվում մածունով մարինացված միսը։ Ահա, էլ ինչ է բերել, այսօր մաքուր տանը 20% զեղչեր էին և մենք միշտ օգտվում ենք այդ առիթից պարզապես պահեստային ունենալու համար։ Ահա, այսպես, ուրեմն բերել է խոնավանձեռոցիկ, ես էլ չեմ տեսել ինչ է բերել, հիմա ձեզ հետ նոր կիմանամ ինչ է բերել։ Ուրեմն խոնավանձեռոցիկ է բերել, սա կտրոնը դնում եմ մի կողմ, մի վայրկյան, ահա, հետո ամանի հեղուկ, աոսը շատ լավն է, ես շատ գոհ եմ, աոսից օգտվել ենք դեռ Մոսկվայի ապրելու մեր տարիներին, շատ գոհ եմ աոսից, ահա, հետո, այսպիսի ձեռքի, օճառ, հեղուկ օճառ է Վահանես, նաշ սադը, ինչ-որ կրեմ օճառ է վրան գրված, չգիտեմ, ճիշտն ասած չենք օգտագործել, ոչ մի անգամ, այնուհետև, ահա, զուգարանակոնքը լվանալու համար դա մեստես, շատ լավ է լվանում գիտեք բոլորդ, ահա, բերել է ինձ համար այսա, իմ պատիճները, բարձիկներ կամ պատիճներ, չգիտեմ որն է ճիշտ, ես էլ կեռաս է, երեկ էինք գնել, ահա, սա սավեքս է, մի խոսքով, ահա, հետո, իմ մազի ներքն է գնել 2 հատ, որ զեղչվում է, ես պարտադիր օգտվում եմ, ահա, 2 հատ մազի ներք, այնուհետև, դիմահարդարումը մաքրող այսպիսի անձեռոցիկ, ինքը բանով է, ինչ են ասում, մեծիլար ջրով է, շատ լավն է, ես հաճախ օգտվում եմ դրանից, ահա, սա էլ դավ, էլի ձեռքի հեղուկ օճառ, իմ մազերի բալզամը, շատ լավն է ու շատ անուշ բույր ունի, տեսեք, գիալուրոն բալանս, այդպես է կոչվում, ահա, շատ լավն է, ասեմ, որ իմ շամպունից էլ շատ գոհ էի, սևը, հիշում եք, որ գնել էի, շատ գոհ եմ, սա արդեն պարզ է ինչի համար է տղամարդկանց սափրվելու համար և այսպիսի ուրեմն ինչ են հոտազերծիչ, անտիպիսպիրանտ էլի տղամարդկանց համար, ահա, այսքաններ, այս ամբողջի համար վճարված է, հիմա ասեմ, 20% էլ վրան զեղչ ունի, ուրեմն
10,000, հա, 13,300, ահա, այսպես, այսպես անուշիկներս, սա էլ այսպես, չգիտեմ, մարինացնելը նկարեմ թե ոչ, բայց այսօր հաստատ տեղադրելու եմ, հաստատ, հավաքել եմ, տեսանյութը հավաքել եմ, նույնիսկ ավարտել եմ, բայց 16 րոպե է ընդամենը, հիմա նորից հավաքում եմ, որպեսզի կցեմ իրար, մի քիչ նայելու բան ունենաք, անուշիկներս, սիրում եմ բոլորիդ, այստեղ ասում եմ առայժմ, ահա, հրաշքներս, ես գնացի City եկա, բնականաբար պետք է կիսվեմ ձեզ հետ, քանի որ վաղը անում ենք մաղալի բացում, որոշ գնումներ են կարել, նաև խորովածի հետ կապված, սա կտրոնը դնում եմ մի կողմ, այսպես, և անցնենք առաջ, գնել եմ ուրեմն, գնել ենք Երեմյանի Սուլուգունի պանիր, կար մոցարելան, բայց գնեցինք Սուլուգունին, ասում են շատ համեղ է, չգիտեմ, Վահանը շատ է հավանում Երեմյան արտադրությունը Երեմյանի, գնել ենք սև թոք, քանի որ ես շատ եմ սիրում թոքի խորոված, գնել ենք նաև թոք, ահա, հետո գնել ենք այսպիսի դոնդող, արդեն գիտեք, սրան ինչ են ասում, մոռացա անունը, հիմա նայեմ, տեսնեմ կա գրված, դոնդող, ահա, մսային դոնդող, տնական, շատ համեղ է իդեպ, ասեմ, շատ լավն է, մենք բոլորս սիրեցինք և քանի որ ինքը իր մեջ ունի և սպիտակուց է, և ժելատին է, և այլն, մեր ոսկորներին դա շատ պետք է, որտև մենք շատ վատ ենք սնվում, բայց չենք նիհարում, ինչպես ասում են, գնել ենք պղպեղ, Վահանը 3 հատ վերցրել էր, բայց փոշմանեց, ասում է սա խորովածի, բա աղցանի համար, բնականաբար վերցրեց նաև աղցանի համար 2 պղպեղ, պղպեղը այսօր զեղչվել էր 1 կիլոգրամը 1090 դրամ, ահա, այսպես սա, այսպես անուշիկներս, գնել ենք վարունգ, Վարունգը 200 քանի դրամ էր, հա, 95 դրամ, վայ կներեք, հա, 1 կիլոգրամը 95 դրամ արժեր վարունգի, կարծեմ ստելաներն է, եթե չեմ սխալվում, չէ, վարունգ հայկական պարզապես, ահա, սա այսպես, գնել ենք 2 ծիծակ, ես եմ ընտրել, քո ծիծակներ չեմ ընտրել, ժողովուրդ ջան, ես սիրում եմ, ճիշտն ասած, պղպեղ շատ եմ սիրում, տեսեք, ահա, 1, դու ես ընտրել դրամար ես ցույց տալիս այլ 2, այսպես, սա խորոված չենք անի ուղղակի, ահա, անպայման կնկարեմ նոր վլոգում, գնել եմ 2 սմբուկ, որովհետև մեկն էլ ունեի, մի սմբուկ էլ ունեի տանը, այդ արդեն շատ կլինի, 2 ընտանիք ենք, հարևանի հետ ենք, վահագենք չգիտեմ կգան թե չէ, եթե գործեր չունենան, կարծեմ պայմանավորվածություն ունեին նախապես, եթե կարողանան կգան, եթե չէ ուրեմն չեն գա, ահա, սա էլ արժեր 925 դրամ, ահա, սմբուկը, այնուհետև վերիկիս համար 2 հատ ոչ ալկոհոլային մոխիտո եմ գնել, այսպես, մեկը լայմով է, մյուսը ելակով, այսպես, հետո Վահանը գնել է գարեջուր, որպեսզի խմեն հարևանի հետ, Աֆոնյա, հիշում եք ֆիլմը Աֆոնյան, ինքան շատ եմ սիրում, Ռուբեն Սիմոնովի աղջիկն է խաղում, ինչ Սիմոնովա, չեմ հիշում ինչ Սիմոնովա, Սիմոնովը հայ է, գիտեք, ռեժիսոր, ահա, Արանքում նաև խոսում են կինոյից և թատրոնից սիրելիներից, սա իմ շատ հավանած արդեն, որ շատ հավանեցինք, այդ բրինձն է, շատ համեղ է, ինքը բասմատի է, մի քիչ անուշ համ ունի, մարդկա համով չի սիրում, մարդկա չի սիրում, ոչ մի տեսակ համով, բայց այնքան լավ հատիկ կանգնում է, շատ լավ բրինձ է, ահա, սա էսպես, հիմա մյուսը, ահա, դե, մինչև տղամարդիկ իրենց գարեջուրը կվայելեն, ես ու հարևանուհիս արևածաղիկով կզբաղվենք, կզրուցենք, այսպես բնականաբար վառելիքի համար գնել ենք նաև ածուխ ցույց կտամ, ածուխի համար այսպիսի հեղուկ, որպեսզի շատ արագ ինքը այրվի, կպչան,
Սա Ռոշենի ինչ են ասում, թռչնիկաթն է, զեղչվել էր 495-ից կարծեմ 200, ինչքան էր զեղչվել, չեմ հիշում հիմա զեղչված գինը, հիմա տեսեք առանց զեղչի 1150 է եղել, առանց զեղչի, զեղչվել էր 2000, ինչքան, չեմ հիշում, 2 հատ ենք դրանք գնել, սա ձողիկ, Էրիկի համար, որ դաս անելուց ուտում է, սա երկրորդ տուփը թռչնիկաթի, սա մեր տնից անպակաս, նաև պայուսակում եմ միշտ ունենում, հետո այնտեղ ջուր գնեցինք, որովհետև ժողովուրդ ջան անտանելի շոկ է, այսօր մայիսի 31-ն է 25 թվականի, սարսափելի շոկ էր, սարսափելի, ահա, այսպես ջուր նոյի, հետո Grand Candy լոխում, ես սիրում եմ լոխում, մեկ-մեկ ուտում եմ, ոչ հաճախ, բայց մեկ-մեկ ուտում եմ, ահա, անձեռոցիկ մի տուփ, այսպիսի, հետո, հա, այս սա ինձ համար, այսօր Վահանը գնացել էր այդ զեղչով խանութը, մոռացել եմ ասեմ, որ գներ, դե ոչինչ, սա էլ զեղչով գնեցի, հետո, այսպիսի, այս 3 տրիկորոջկիները, գարեջրի հետ, ինձ 2 հատ, այսպիսի, զուգագուլպա ենք ասում, թե պարզապես գուլպա, հիմա մի տոպրակ էլ դեռ կա, սա ուրեմն ածուխը, փայտածուխ է, 2.5 կիլոգրամ, տեսնենք, այսպես դրել եմ տոպրակի վրա, որ հանկարծ տակից մանր չթափվի կեղտոտի աթոռը, հետո, անցնում ենք շարունակությանը, ահա, ոյ, ոտ, հետո, էլի այս տրիկորոջկայից, այսպես Վահանն է գնել իր համար, որ գարեջրով խմի, բնականաբար լավաշներ, այսպիսի լավաշներ կա այստեղ, չգիտեմ, ծանոթ եք թե չէ, մենք ասում ենք պուտիկավոր, այսպիսի հետաքրքիր լավաշներ կան, կարծես այն փաթեթավորման չէ, փափուկ, որ կան տոպրակները դրանց մեջ հիփխած լինեն, երևի թե ֆորման է այդպես, և բնականաբար իմ սիրելի լավաշը, սա, հետո, վայ ժողովուրդ ջան, այդ ինչ բրոկոլի կար, 425 դրամ, հələ մի հատ տեսեք էլի, մի հատ այս բրոկոլին բացեմ, դուք տեսեք, թե ինչ բրոկոլի կար, մարդ քիչ էր մնում հենց այդպես հունվում ուտեր, չդիմացա, սրան վճարել եմ 300 քանի դրամ, հիմա ասեմ 386 դրամ, տեսեք, տոպրակից ներողներ, մի հատ հələ տեսեք, թե ինչ թարմություն է այս բրոկոլի, մի խոսքով մի հոյակապ բրոկոլի է, հետո գնել ենք մածուն, միսը մարինացնելու համար, հիշում եք, ասեցի պիտի բերեմ, որ մարինացնեմ, սունկ ենք գնել էլի վաղվա խորովածի համար, սնկի խորոված և 2 հիգենիկ թուղթ, սիրելիներս, ահա, շատ կարևոր, հիգենիկ թուղթ, 2 հատ, այս ամբողջի համար, հիմա ասեմ ինչքան ենք վճարել, տեսնեմ ուր դրեցի ես մեր կտրոն, այս ամենի համար վճարել ենք 23,267 դրամ, շատ է թանկացել, ջուրը առաջ, որ 110 դրամ էր, 100 դրամ նոյի ջուրը, կես լիտրանոց է, հիմա 135, 150 դրամ է, ահա որ է, մի խոսքով սիրելիներս, սա էլ իմ գնումները, մի լիքը սեղան գնում, այսպես, տեսակ արժեքնել արդեն ասեցի, հետո կշրջեմ, մի հատ նորից ձեզ հետ կզրուցեմ ու կտեղադրեմ անպայման, սիրում եմ բոլորիդ, գրկում եմ, համբուրում եմ, ասում եմ առայր, դե ինձ սիրելիներս, դուբլ 2,
մի հատ նկարել էի վերջաբան, հիմա սա երկրորդն եմ նկարում, որովհետև շատ հարցեր, մի երկու հարց կար, որ չէի տեսել ու այսօր նոր ընթերցեցի, հիմա որոշեցի պատասխանեմ, նոր տեղադրեմ։ Ուրեմն հարցնում էի Էրիկի վիտամինների մասին, հա, կացան շատ լավներ։ Դեռ չեմ օգտագործել, բայց շատ լավներ կացան, դրանից անցել է 2 օր արդեն, որ ասի շրջեմ, ձեզ հետ խոսեմ։ Հա, ուրեմն Էրիկին ինչ վիտամիններ էր նշանակել բժշկուհին, նշանակել էր վիտամին D, նշանակել էր կալցի եւ աճի ինչ-որ վիտամին էր նշանակել աճի համար, որովհետև Էրիկը շատ վատ է սնվում ու աճ չունի։ Ոչ քաշի մեջ, քաշը շատ ցածր է, ասել եմ արդեն, եւ ուրեմն հասակը բարձրահասակ չի։ Իր ընկերների հետ որ գնացել էր, նկարներ էր դրել, ամենափոքրիկը ինքն է հասակով, բոլորը հսկայական հաղթանդամ տղաներ են, ինքը ոնց որ հսկաների աշխարհում Լիլիպուտը Գուլիվերների աշխարհում իհարկե Լիլիպուտ չի, 1.68 է հասակը, բայց դա համարվում է ցածր այս տարիքի համար, որովհետև մենք բոլորս, ես շատ բարձրահասակ չեմ, բայց ցածրահասակ էլ չեմ, հա, ամուսինս, եղբայրս, պապաս շատ բարձրահասակ են, պապաս 1.80 հասակ ուներ, եղբայրս էլ մոտավոր այդքան, Վահանն էլ համարյա 1.77 էլ Վահանինն է, այնպես որ, բայց հուսամ, որ մինչև 25 տարեկան աճ կունենա Էրիկը։ Էրիկի տարեդարձն էր, այո, մայիսի 25-ին Էրիկիս 18-ամյակներ, շատ էինք ուրախացել, ինքը տանը չանցկացրեց, մենք ընտանիքի անդամներով ենք անցկացրել, ես Վահանը, Վահագը, Անին, միասին ենք եղել, Էրիկը իր ընկերներով գնացել էր Երևան պարկ, այնուհետև ինչ-որ ամերիկյան ռեստորան էին գնացել բուրգեր ուտելու, գիտեք ինձ ինչ ուրախացրեց, որ ես այնքան այդ կողմից ասեմ երևի թե երջանիկ մայր եմ, որ իմ տղան խմիչքի հետ ոչ մի սեր չունի, իրենք կարող էին այդ օրը խմիչք օգտագործել, նկատի ունեմ ոգելից խմիչք օգտագործել կամ էներգետիկ օգտագործել, նույնիսկ անգամ սիգարետ օգտագործել, բայց ոչ իմ տղան է ծխում, ոչ իր ընկերները, ոչ էլ խմում են։ Իրենք շատ լավ իրար գտել են այդ 5 հոգով, միայն մի ցավալի փաստ կա, որ այսինքն դա այդքան էլ ցավալի փաստ չէ, իրենք մեղավոր չեն, իրենց մի ընկերը հայ է ազգությամբ, բայց ծնվել մեծացել է Միացյալ Նահանգներում, եկել է այստեղ հայերեն սովորելու դպրոցում, սովորում է իրենց քոլեջում, մի կուրս ցածր է իրենցից, հայերեն լավ չի հասկանում եւ ստիպված են միասին անգլերեն շփվել հինգնել։ Մինչև որ մեկու մեջ ասում եմ Էրիկ ջան հայերեն խոսեք, որպեսզի ինքը, չէ որ ինքը եկել է այստեղ հայերեն սովորելու։ Մամ ասում ենք ինքը այնքան շատ բան չի հասկանում։ Մենք չենք կարող, ասում 1-2 կծկտուր բառ ասել, 1-2 արտահայտություն անել, ասում այդպես չենք կարող շփվել իրար հետ։ Մի խոսքով շատ լավ օր էին անցկացրել, եկավ իր պապային գրկեց, շնորհակալություն հայտնեց անմոռանալի օրվա համար։ Մի խոսքով ես ուրախ եմ, որ իմ տղան եւ իր ընկերները խմիչքի հետ սեր չունեն, փառք Աստծո։ Հետո այդ վիտամինների համար ասեցի, էլ ինչ հարց կար։ Տեսեք մտիցս գնաց, մտքիցս դրավ։ Ուսուցչու համար իմ հետևորդուներից մեկը գրել էր, որ Սեդա ջան ուսուցչուհին պաշտպանում էր երեխաների մեջ ինչ որ հա տարածել է, որ ինքը պաշտպանում է թուրքերին եւ այլն, ասեմ սիրելիներս, ես ինքս մանկուց թուրքատյաց եմ։ Այսպես ասեմ, հա, որ ավելի հասկանալի լինի։ Ես թուրք ատյաց եմ, ես այդ տեսակը չեմ ընդունում։ Ոչ իրենց տեսակը, ոչ իր փոքր ոչխար տեսակը, ուլ տեսակը չեմ ընդունում, պարզապես չեմ ընդունում։ Իրենք ինձ համար գոյություն չունեցող տեսակ են, այն որ կարող են իմ պատմության վրա կերտել իրենց պատմությունը, այն որ կարող են
եկեղեցի խաչը հանել եւ գմբեթի վրա լուսին դնեն ու մսկիթ դա դարձնեն։ Դա ինչ է խոսում, որ իրենք չունեն ոչ ճարտարապետություն, ոչ մշակույթ, որ իրենք այս վերջին երևի թե մի քանի երևի 100-ամյակում է, որ իրենք սկսել են իրենց մսկիթները կառուցել, մինչ դա եւ մինչ այսօր էլ Արցախում էլ հենց հիմա իրան մեր եկեղեցիները դարձնում են մսկիթներ։ Դա սրբապղծություն է։ Ուրիշի մշակույթի վրա կառուցել սեփականը, դա նշանակում է, որ դու ոչնչություն ես եւ ոչինչ չարժես։ Ես չեմ ընդունում իրենց որպես տեսակ, բայց կա այստեղ մի շատ կարևոր բայց, սիրելիներս, որքան էլ որ մենք ատենք, որքան էլ որ մենք գիտակցենք, որ մենք իրենց հետ ոչ մի առնչություն ունենալ չենք կարող, մենք չենք կարող ապրել մի տան մեջ այդ տեսակի հետ, որտեղ դա տեսակ չի, հա, դա տեսակ չի, դա ես չգիտեմ, մարդկության եւ աստվածային բոլոր օրենքներից դուրս ինչ որ երևույթ են, ինչ որ ինչ են ասում, հողաթափիկ ինֆուզորիա, ինչ որ մի բան են, էլի, ինչ որ մի գոյացություն են, էլի, կարելի ասել նույնիսկ չարորակ գոյացություն ամբողջ մոլորակի գլխին։ Բայց պետք է մոռանանք, որ պետք է հիշենք, որ մենք պետք է շատ այսպես կարևոր քաղաքականություն վարենք, հա, ինչի համար, որովհետև մենք չկարողացանք մեծանալ, մենք չկարողացանք դառնալ 80 միլիոն ունենալով մեր 4 կողմը թշնամիներ, մենք մնացել ենք 3 միլիոն սիրելիներս, ցավոք, իհարկե ամբողջ աշխարհում կնունքներով հաշվվում է 40 միլիոն հայ, բայց այսօր ներկա պահի մեր երկրում 3 միլիոն էլ երևի թե չենք հաշվվի ու մոռանում ենք, որ նրանք մի հսկայական մեծ ճտկավոր կոշիկ են, իսկ մենք մի փոքրիկ այսպես մրջնաբույն կարող են մեզ վրա դնել իրենց ոտքը եւ մենք այլևս չլինենք։ Դրա համար պետք է պարզապես վարել ճիշտ քաղաքականություն։ Հասկանում եք, ոչ թե պետք է տարածել սիրել, չգիտեմ ինչ, պետք է տարածել զգուշություն եւ վերջ։ Մենք չպետք է լինենք խեղճ, բայց մենք պետք է զգուշանանք, որովհետեւ 2 քանի միլիոն ենք այսօր Հայաստանում, մեր քթի տակ ունենք 80 միլիոն, 10 միլիոն այդ ուլերն են, Պարսկաստանին էլ կարելի է շատ այդքան չհամարել, նա էլ շահերն ունի, ճիշտ է, մենք դարավոր ենք, այսպես հարևաններ ենք, նույնիսկ նույն մշակույթն ենք ունեցել եւ իհարկե իրենք զրադաշտ են եղել, մենք հեթանոս ենք եղել, բայց նույն աստվածներն ենք համարյա թե ունեցել, նույն պաշտամունքները, բայց այնուամենայնիվ նրանք էլ այդքան մեզ չեն սատարելու եւ ուրեմն դե վրացիներն էլ գիտեք։ Չասեմ, 2 անգամ կրոնափոխ եղած, հավատափոխ եղած, իհարկե ես էլի եմ ասում, էականը կրոնը չէ, էականը հավատն է, որտեղ կրոնը ստեղծված է մարդու կողմից մանիպուլացնելու ազգերին, բոլոր ազգերին, որովհետև եթե մենք մեր մահից հետո հայտնվում ենք Աստծու դատին, Աստված մեզ չի հարցնում դու ինչ կրոնի էիր, Աստված նայում է միայն մեր գործերին, բայց չի հարցնում ինչ կրոնի ես, որովհետև մինչև այսօր էլ Բրազիլիայում եւ Եթովպիայում կամ մյուս այլ ջունգլիներ ունեցող պետություններում կան ուրեմն աբորիգեններ, որոնք ունեն իրենց աստվածները եւ մենք միասին նույն տեղում ենք հայտնվելու նրանց հետ եւ ոչ ոք նրանց չի հարցնելու երկնքում թե դու մուսուլման ես, դու քրիստոնյա ես, դու բուդդիստ ես, չկա նման բան, սիրելիներս, դա ստեղծվել է մարդկանց կողմից, պարզապես հավատն է կարևոր, ամենակարևորը հավատն է, որտեղ շատ հաճախ մարդիկ մոռանում են հավատը եւ տրվում են կրոնին, այդա արդեն վտանգավոր է, շատ վտանգավոր է, մի խոսքով սա է ուզում ասել, որ ուսուցչուհին հնարավոր է, որ ոչ թե պրոպագանդել է սիրել թուրքերին, այլ պարզապես լինել զգուշ, լինել ողջամիտ եւ խելամիտ հսկայական պետության կողքին, թշնամի պետության կողքին, այսպես վան ընդեղ արդեն սկսել է մաղալը հավաքել, վան ես դա պիտի նկարեի իմ հաջորդ տեսանյութի համար, արագ հավաքում է,
Արագ չի։ Հա, ասում այդքան էլ արագ չի լավ, կհասցնեմ նկարել։ Այսպես սիրելիներս, էլի մի հարց կար, որ ես շատ էի ուզում անդրադառնալ, բայց մոռացա։ Չեմ հիշում էլ, որ մի հարց էլ կար, լավ կնայեմ, անպայման կնայեմ, դուք ձեր հարցերը գրեք, ես ձեզ անչափ շնորհակալ եմ ձեր գեղեցիկ մեկնաբանությունների համար, թող ձեր գրած մեկնաբանությունները, սիրելիներս, այդ օրհնանքները, այդ բարեմաղթանքները, որ դուք ինձ հղում եք, թող կրկնապատկվի, թող քառապատկվի, բազմապատկվի, դառնա բյուր եւ վերադառնա ձեզ։ Ես ձեզ անչափ շատ եմ սիրում, ներող եղեք, որ հաճախ չեմ կարողանում տեղադրել, կփորձեմ, կաշխատեմ հաճախ տեղադրել, ամեն բան կանեմ դրա համար, որպեսզի չեմ ուզում խոստանամ, որ ես հետո սուտ դուրս չգամ։ Սիրում եմ բոլորիդ, մաղթում եմ ձեզ լավ օրեր, երջանիկ, լուսավոր, ծաղկաշատ, աստվածաշատ եւ ինչպես միշտ ասում եմ, մնանք Աստծով, ձեզ հետ է Սեդան, սիրով։